պայմանագիր, համաձայն որի տրամադրված 591,795,580 դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է որպես սուբսիդիա 6,131,062 լիտր դիզելային վառելիքի համար 1 լիտրի սուբսիդիայի գումարը 90 դրամ հաշվարկով։ Արդյունքում Ֆլեշ-ՍՊ ընկերությունը 1 լիտր դիզելային վառելիքը վաճառել է 440 դրամով, որից 350 դրամը վճարել է հողօգտագործողը, իսկ 90 դրամը սուբսիդավորվել է պետության կողմից։ Ծրագրի իրականացման ընթացքում 13 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23 ընկած ժամանակահատվածում իրացվել է 3,303,431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297,308,790 դրամ, մինչդեռ մատակարարման իրական հնարավորություն ունեցող Մաքսուր ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմել ընդամենը 231,240,170 դրամ, այսինքն փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66,68,620 դրամ ավելի վճարված գումար։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպման Ֆլեշ-ՍՊ ընկերության սեփականատեր Վարսեղ Բերլյանի դրդմամբ Հայաստանի Հանրապետության նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության նախկին գյուղատնտեսության նախարար Կարապետյանը պաշտոնատար այլ անձանց հետ հանձնակցությամբ 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7 ընկած ժամանակահատվածում կառավարության պահուստային ֆոնդից վատնել է 2013 թվականի ընթացքում հողօգտագործողների գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում իրացված ընդհանուր 15,391,765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը 489,160,310 դրամ։ Պատվարժան դատան նշել եմ նաև գույքային հարցին առնչություն ունեցող գերադատավարական կարգավորումները, որոնք չեն ցանկանում բարձրաձայնել, նաև դատավարական հիմքերը և ղեկավարվելով դրանցով միջնորդում ենք գույքային հայց ընդունել վարույթ և քննության առնել թիվ ՀԿԴ 01540125 քրեական գործի շրջանակներում, թիվ ՀԿԴ 01540125 քրեական գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանին, Վարսեղ Բերլյանի և Գևորգ Հարությունյանին ճանաչել գույքային պատասխանատուներ և որպես հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում համապարտության կարգով փոքր պետական բյուջե բռնագանձել 481,160,310 դրամ գումար, բռնագանձումը տարածելով նրանց գույքերի կամ դրամական միջոցների վրա։ Վերջ, այո, շնորհակալություն։ Օրինակներ կան։ Դատան ներկայացվեց։